Ես Արմեն Գալստյանն եմ, դիտորդ եմ, ներկայացնում եմ իրավունքի և արդարության կենտրոն Թատրոն հիմնադրամը, այդ հիմնադրամի դիտորդական առաքելության շրջանակներում դիտորդական գործունեություն ենք իրականացնում։ Եղել եմ արդեն մոտ 10 տեղամասերում և տարբեր բնույթի խախտումներ ենք արձանագրում, խախտումները մենք ուղարկում ենք մեր կենտրոն, որտեղ դրանք մշակվում են, այսինքն առերևույթ խախտումները, որոնք մենք հայտնաբերում ենք, որոնց ականատես ենք լինում, ուղարկում ենք կենտրոն, մշակվում են և տեղադրվում են հիմնադրամի սոցիալական ցանցում համապատասխան գրառումներով։ Հիմնական խախտումները, որոնց ականատես ենք եղել, այդպես առերևույթ խախտումների մասին ասեմ, դրանք կուտակումներն են եղել քվեախցերի մոտ, որոշ խախտումներ, որոնց մասին չի ուզի այս պահին այդպես գնահատականներ հնչեցնել, որովհետև արդեն դրանք առկա են մեր էջում և կարծում ավելի նպատակարար կլինի տեղեկատվությունը այդ Իսկ ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահը պնդում է, որ խախտումներ չկան։ Կոնկրետ դուք հենց այս ընտրատեղամասում այս ընթացքում որ ներկա էիք պրոցեսի ընտրական ինչ խախտումներ արձանագրեցիք։ Ինքս քանի դեռ ներկա էի, որպես այդպեսին խախտում չեմ նկատել։ Նկատել եմ, որ անձ էր ներկայացել, ում ձեռքին առկա է փաստաթուղթ ոստիկանության կողմից տրամադրված իր անձնագրի փոխարեն, կարծես մինչև անձնագիր ստանալը կամ մինչև ID քարտ ունենալը, որը չէր համապատասխանում սահմանված ձևին հանրապետական հանձնաժողովի կողմից, բայց ոնց որ հանձնաժողովի նախագահը ճիշտ բռնորոշվեց, համապատասխան գրանցումները կատարեցին, համենայն դեպս այն գործողությունները, որը կատարեց հանձնաժողովի նախագահը, առերևույթ խնդիր չէր առաջացնում։ Այս պահի դրությամբ ձեր արձանագրած խախտումները ինչ է կարծում էական ազդեցություն կունենան ընտրությունների վրա, այսինքն այդ խախտումները այնպիսին են, որ կարող են ընտրությունների ժամանակ, արդյունքների ժամանակ լուրջ ազդեցություն ունենալ։ Ինչպես ասացի, մենք բոլոր մեր հայտնաբերած խախտումները, քանի որ ես մենակ չեմ, և մեր գոլեգաները նույնպես աշխատում են տարբեր հանձնաժողովներում, շրջում են և մենք 10 դիտորդներով ենք մասնակցում դիտորդական առաքելության, դիտորդություն իրականացնում, անընդհատ մի վայրում չեն գտնվում և այսպես ասեմ, դեռևս չեն կարող նմանատիպ եզրակացություններ անել։ Դրանք կամփոփվեն ընտրություններից հետո երեք թե մի քանի ժամվա ընթացքում կամ մեկ օրվա ընթացքում, որոնք արդեն ավելի հստակ պատկեր կան։ Հաշվարկներին էլ եք մասնակցել։ Այո, հաշվարկներին մասնակցել ենք, որ տեղամասում որ հասանք վերջում մնացինք, այդ տեղամասում հաշվարկներին կմասնակցենք։ Փորձում ենք բոլոր տեղամասերը ծածկել, կարծես թե հաջողվում է։